Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել առաջնորդության մասին և վերջերս բոլորովին չսպասված տեղում հանդիպեցի այդ երևույթը բնորոշող մի չափազանց դիպուկ օրինակի, չնայած այդ օրինակը կամ համատեքստը բացարձակապես առաջնորդության մասին չէր, այլ ավիավթարի մասին էր։ Մի ֆիլմ էի դիտում National Geographic հեռուստաընկերության ավիավթարների հետաքննություն խորագրի ներքո և այդտեղ ներկայացված էր 1958 թվականի փետրվարին Մյունխենի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարը, որի ուղևորները, օդանավի ուղևորները Manchester United թիմի, ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներն են եղել և Մյունխենից թռնելիս են եղել Բրիտանիա և 44 ուղևորներից 20-ը մահացել են և ահա այդ դեպքի մասին պատմում էին ականատեսները և ուղևորներից մի քանիսը, իսկ վթարը տեղի է ունեցել շատ տարօրինակ հանգամանքներում։ Օդանավը առաջին անգամ թռիչքողու վրա արագություն է հավաքել և չի կարողացել օդ բարձրանալ և հետ է շրջվել և երկրորդ անգամ է փորձել օդ բարձրանալ և կրկին չի կարողացել օդ բարձրանալ, ահա այդ երկրորդ անհաջող փորձից հետո ուղևորներին իջեցրել են օդանավից և մոտավորապես 1.5-2 ժամ անց հետո կրկին հայտարարել, որ ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել և այդ տեխնիկական խնդիրը լուծված է։ Եվ երրորդ փորձի ժամանակ բարձրացել է և գահավիժել և արդեն ասացի, որ 44 ուղևորներից 20-ը մահացել էին։ Ֆիլմը ընդհանրապես առաջնորդության մասին չէ, բայց ինձ ցնցեց մի դրվագ։ Երբ որ այդ ուղևորներից մեկը, ով հարցազրույցի ժամանակ հարցազրույց էր տալիս և պատմում էր, թե ինչպես են նրանք օդանավից իջնելուց հետո հրավիրվել օդանավ և ասում էր, որ երբ որ մեզ նորից ուղեկցում էին օդանավ, այդ ուղևորն էր ասում, թիմի անդամը, ասում էր իմ մտքում ես անընդհատ մտածում էի, ես ինչ են անում, այսօր են մեզ տանում, ոնց կարող է պատահել, որ այդ տեխնիկական խնդիրը այսքան կարճ ժամանակում լուծված լիներ։ Եվ ասում է, որ ինքը մտածում էր, որ չի կարելի սա անել, սա պետք է կանգնեցնել, պետք է կանգ առնել և այդ ականատես վկան ուղևորը ասում էր, որ ինձ թվում է, թե այդ ժամանակ բոլորի մտքում հենց էդ էր պտտվում, բոլորը հենց այդ նույնն էին մտածում։ Եվ լրագրողը, ահա այստեղ է ամենակարևոր պահը, նրան հարց է տալիս։ Ասում է, բայց եթե մտածում եք, ինչի չէիք բարձրաձայնում։ Եվ ուղևորը այս հարցազրույց տվողը տալիս է շատ կանխատեսելի մի պատասխան։ Ասում է, դե մտածեցի, որ կասեն, ահա վախեցավ, վախկոտ է, ահա նյարդերը տեղի տվեցին, թույլ է հոգեբանորեն, կամային հատկանիշներից է թույլ և այլն և այդպես շարունակ, և այդտեղ բարձրացել են և արդեն ասացի, որ գահավիժել է։ Եվ այդ ֆիլմի ընթացքում ընդհանրապես առաջնորդության մասին, առաջնորդի մասին, քաղաքականության մասին ոչ մի բան չկա։ Բայց ամբողջ խնդիրն է նա, որ ես այս դրվագի մասին մտածելիս եկա հետևյալ եզրակացության, որ այն ինչ իրավիճակը նկարագրում էր մարդը, որ բոլորը գնում էին թերևս մտածելով նույն բանը, բայց շարունակում էին գնալ և ոչ մեկ չէր բարձրաձայնում դրա մասին, ահա այդ չբարձրաձայնելը առաջնորդության պակասության կամ բացակայության հետևանք էր։ Եվ եթե նրանցից որևէ մեկը բարձրաձայներ և առերեսվեր իրականությանը, արձանագրեր այդ իրականությանը և այդ իրականությունից բխող հետևություններ և առաջարկաներ, ահա ով էլ լիներ այդ 44 ուղևորներից, մինչև օդանավ բարձրանալը բնականաբար, նա կստանձներ առաջնորդություն և նա կստանձներ պատասխանատվություն։
չնայած որ մեծ հավանականությամբ, ինչպես հարցազրույց տվող ուղևորը ասում էր, մեծ հավանականությամբ շատերի առաջին ռեակցիան 44 ուղևորներից, արդեն 43 ուղևորներից շատերի առաջին ռեակցիան կլիներ նա, որ ահա այս բարձրաձայնողը վախկոտ է, կամային հատկանիշներ չունի, ներվերից կամ ընդհանրապես թույլ է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այդ ֆիլմից հետո շարունակելով դիտումից հետո շարունակելով իմ մտածումները այդ իրավիճակի եւ առաջնորդության մասին եւ ես եկել եմ եւ վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունը առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների շղթայից կամ կանխորոշված ճանապարհից դուրս գալն է եւ այդ ուժը եւ կամքը եւ այդ վճռականությունը ունենալն է։ Իհարկե համոզված եմ շատերդ կռահում եք թե ինչ նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ, որ մենք այո 2018, 19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները եւ կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը, նախ կանգ ենք առել եւ դուրս ենք բերել մեր երկիրը, ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ եւ կամքով եւ մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Նաեւ այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ ահա հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ եւ ամենապատեհ պահն է հասունանում, որովհետեւ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը եւ գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս եւ երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի, ինչի վերաբերյալ խոստումները հնչել էին նախորդիվ։ Շնորհակալ եմ։